Դուք դիտում եք 7 օր հարցազրույցը, բարև ձեզ։ Ձևավորված քաղաքացիական հասարակությունը ուղղակիորեն ազդում է քաղաքական որոշումների վրա, ով եւ ինչու է փորձում այս հակառակն ապացուցել։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր կզրուցենք Էկոդար հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզայանի հետ։ Ես նախ ուզում եմ լսել ձեր տեսակետը։ Դուք քաղաքացիական նախաձեռնություն եք ներկայացնում, ակտիվ եք, անդադ բարձրացնում եք բնապահպանական խնդիրներ եւ այլն։ Ինչ է կարծում քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական դաշտը, արդյոք կարելի է տարանջատել։ Երևի թե ընդհանուր եթե վերցնենք, չէ, դրանք տարանջատել հնարավոր չի ու գործնականում էլ շատ հեշտ կարելի է դրանում համոզվել։ Նույն, ասենք, Թեղուտի պաշտպանության խումբը, որ արդեն քանի տարի է 2007-ից սկսած փորձում է կանխել հանքարդյունաբերությունը այդ համայնքներում տարբեր պատճառներով դա կործանարար աղետալի համարելով տեսնում ենք որ բախվում է այս քաղաքական խնդիրների հետ տարբեր ասպեկտներով դրանք հնարավոր չի տարանջատել ես համոզված եմ դրան Ձեր կարծիքով ինչ են փորձում լրատվամիջոցներով հատկապես իշխանական լրատվամիջոցներով այդ գիծը տանել Ես տենց չեմ հետևել բայց եթե ասում եք որ այդ գիծը կա շատ տրամաբանական է Երևի թե ուզում են այդ այսպես ասած քաղաքացիական վտանգը չեզոքացնել, հա, այսպես դուրս թողել, բայց ցավոք իրականում ես այդքան բարձր կարծիքի չեմ քաղաքացիական հասարակության զարգացման ներկա փուլի, եթե վերցնենք քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը, հա, կարծես նույնիսկ կարելի է հիմա փաստել, որ որոշակի ճգնաժամ են ապրում քաղաքացիական նախաձեռնությունները Բոլորը թե արհեստական նախաձեռնությունները Արհեստական դուք չէ ես խոսում եմ կենթանի նախաձեռնությունների հետ անկեղծ նախաձեռնություններ ոչ թե ինչ-որ պրոյեկտների ԱԱԾ լինի թե ում կողմից Իսկ դուք պրոյեկտներ տեսել եք ներսից դուք ներսում եք Ես կարծում եմ որ հա դա բավական հեշտ տեսանելի էր հենց թեկուզ վերցնենք այն դի ակումբի հետ կապված երթը, հակաերթը, դրանից հետո ֆաշիստներ, հակաֆաշիստներ, այս հակամարտությունը, այնտեղ սենց արագ բուսնեցին ինչ-որ տենց կազմակերպություններ կամ շատ շուտ ձևավորվեցին Եվ շատ շուտ է կորում են Հա, այսպես հանգչում են, այսինքն առիթից առիթ սենց դուրս են գալիս, կարծես ինչ-որ մեկի հանձնարարությամբ ու էլի կորում են Նույնիսկ բանիմաց մարդկանցից լսել եմ, որ օրինակ ԱԱԾ-ի կողմից կոնկրետ կառավարվող կազմակերպություններ են կամ ինչ-որ նախաձեռնություններ, հետո տեսանել է, որ որևէ գաղափարական ինչ-որ հիմք չկա, պայքար չկա, ուղղակի սենց ինչ-որ առիթից առիթ կոնկրետ ինչ-որ հանձնառությամբ դուրս են գալիս երևում են։ Իսկ ձեր պարագայում, որ դուք ասում եք անկում է նկատում, ինչ նկատի ունեք։ Ես նկատի ունեմ, որ 2006-2007-ից երևի թե այն բումը, որ սենց գնալով աճում էր քաղաքացիական նախաձեռնությունների, կարծես հիմա ինչ-որ անկում է ապրում։ Դա հենց թվում է ակներև է, թե ինչն է պատճառը, չգիտեմ, կարելի է մտածել, ես կարծում եմ, որ պատճառներից մեկը անփորձությունն է, այդ քաղաքական պայքարի կուլտուրայի պակասն է ու մեր նախաձեռնության փորձի վրա կարող եմ ասել, որ սենց հետ է մեր հայացքները պայքարի ձևերի մասին մեր մոտեցումները շատ արագ փոխվում են։ Օրինակ, երբ 2007-ին հիմնականում նեղ Թեղուտի հարցում բնապահպանական միայն ասպեկտն ենք տեսնում, հիմա ամբողջ սոցիալական, տնտեսական ասպեկտներ։ Իսկ ասես որ եկան քաղաքական դաշտ։ Հա, իհարկե, բնականաբար։ Եվս մեկ երևույթ է նկատում հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դա սկսվեց բնականաբար արժույթ նախագահական են դրանք հիմա ավելի ցայտուն են դառնում տեսեք քաղաքացիական այս կամ այն նախաձեռնության անկեղծ նախաձեռնության արշավը կամ քայլերը ներկայացնում են որպես փոքրիկ հաղթանակ բերեմ Վահե Ավետիսյանի օրինակը տեսեք այդ դժբախտ պատահարից հետո բողոքեցինք բոլորս Այնուհետև ներկայացվեց, որ Սերժ Սարգսյանի հորդորով կամ պահանջով Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը։ Եվ դա ներկայացվեց որպես փոքրիկ հաղթանակ, սակայն Ռուբեն Հայրապետյանը փոխարինեց քաղաքապետի Աներ որդին, որը շատ քչերին է հայտնի, նրան գրեթե ոչ մեկ չի ճանաչում։ Արդյոք սա Սերժ Սարգսյանի փոքրիկ հաղթանակը չէր։ Ինձ թվում է շատ ճիշտ հարց եք բարձրացնում, մեկ այլ օրինակ բերեմ, այդ Մաշտոցի այգու պայքարը, երբ որ
էլի այսպես սիրուն չի տարում դրանով ավարտվեց։ Չի, դրանով ավարտվեց, այսինքն Սերժ Սարգսյանի էլի ինչ որ sense վոլունտարիստական մոտեցման միջամտման արդյունքում ինչ որ հաղթանակ գրանցվեց, այգին փաստացիորեն փրկվեց, ասեմ որ նույն այդ Մաշտոցի խմբի ակտիվիստների շրջանում մինչև հիմա էլ sense կիսված կարծիք կա, մենք իսկապես հաղթեցինք, թե պարտվեցինք։ Դոնց կիսված ճամբարներ կան։ Ես կարևորում եմ այս հարցը այն ասպեկտից, որ փոքր հաղթանակներ իսկապես լինում են, օրինակ ես լավացանոթ եմ բնապահպանական շերտին, պլանին ու այս փոքր հաղթանակներով կարծես մեր ուշադրությունը շեղվում է փոքր խնդիրներով, փոքր հաղթանակներով, փոքր խնդիրների վրա սևեռումով մեր ուշադրությունը շեղվում է ընդհանուր քաղաքականության ինչը ձեռնտու է իշխանությունները։ Հա, օրինակ փրկվում է մի փոքր այգի, բայց բոլոր մյուս այգիները կառուցապատվում են, ինչը հիմա տեսնում ենք, հա։ Ասենք պայքարում ենք մի հանքի համար, բայց նորանոր լիցենզիաներ են տրվում, ամսական մի քանի մետաղական հանք։ Ստացվեց, որ համակարգը պետք է փոխվի, որ դուք իսկապես գրանցեք։ Անպայմանորեն ու նաև քաղաքացիական նախաձեռնությունների թիրախները պետք է փոխվեն, ոչ թե պետք է կենտրոնանանք լոկալի վրա, չնայած դա էլ չպետք է անտեսենք, այլ պետք է ընդհանուր քաղաքականությունը փոխելու համար պայքար տարվի։ Երևի թե ճգնաժամ ասելով նկատում եմ, որ այս հասունացումն է գնում, արդեն շատերը հասկանում են, թե ուր պիտի ուղղված լինի քաղաքացիական հասարակության թիրախը, էլի ոչ թե ինչ-որ լոկալ բաների, այլ պետք է քաղաքականություն փոխել։ Մենք մեր նախաձեռնության շրջանակներում փորձում ենք այդ փոփոխությունն ենք հաղթահարում, առայժմ այդքան էլ չի ստացվում։ Վերջերս միջադեպ եղավ Սերժ Սարգսյանի եղբոր որդու մասնակցությամբ, դրան անդրադարձան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, այդ թվում նաև 7 օրը ոստիկանությունը մինչև հիմա լռում է։ Ինչու քաղաքացիական հասարակությունն է լռում։ Ինչու քաղաքացիական նախաձեռնությունները ոչ մի բառով չանդրադարձան դրան ձեզ։ Ես ասացի, որ հենց սկզբից որ բարձր կարծիք չունեմ նախաձեռնությունների մասին, ոչ միայն այդ դեպքը, ես կարծում եմ շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնք անտեսվում են ու դրանց շուրջ որևէ նախաձեռնություն չի ձևավորվում, որևէ ալիք սոցիալական ալիք չի բարձրանում։ Օրինակ տնտեսական, սոցիալական ոլորտը ամբողջովին կարծես արհամարված է, հա, բոլոր գործող նախաձեռնությունները այդ դաշտից դուրս են։ Ինչու՞։ Ըստ ձեզ։ Էլի երևի պետք է անդրադառնանք այդ քաղաքական կուլտուրայի պակասին, հա, չկա։ Իսկ վախ կա, նման բան կա։ Վախն էլ մեծ գործոն է, բայց երևի թե դրանք արդեն երկրորդական գործոններ են։ Վախը, ինչ որ անհատների այդ լիդերների ամբիցիաները, դրանք միշտ խանգարող գործոններ են, բայց դրանք երևի թե երկրորդական են։ Այսինքն փոքր նախաձեռնությունների լիդերները ամբիցիաներ ունեն։ Շատ հաճախ դա լուրջ խնդիրներ է առաջացնում, դա ակներև դա չի երևում, մամուլի ասուլիսներում դա երկի չի ասվում, բայց նախաձեռնությունների մեջ տենց խորը պառակտումներ երբեմն լինում է։ Այսինքն ստացվում է, որ քաղաքացիական նախաձեռնությունները կայացած կամ կիսով չափով կայացած կամ որոնք կայացման ճանապարհին են, կենտրոնանում են երկրորդական խնդիրների վրա։ Գիտեք ինչ, պատկերացում չստացվի, թե ես ասում եմ, որ օրինակ կոնկրետ դեպք եղավ, մենք չպիտի արձագանքենք, չէ, պետք է արձագանքենք, պետք է փորձենք շտկել, հա, բայց դա պետք է ընդհանուր կոնտեքստում տեսնենք ու մեր թիրախը պետք է լինի այդ ընդհանուր կոնտեքստը, ընդհանուր քաղաքականությունները, լինի դա տնտեսության բնագավառում, սոցիալական որևէ բնագավառում, կրթություն եւ այլն, թե ամբողջ բնապահպանական քաղաքականության կամ օրինակ հանքարդյունաբերական քաղաքականության, ոչ թե ընդհանրապես մի հանքի կամ մի փոքրիկ այգու պայքար։ Դուք ընդունում եք, որ պետք է փոխվի համակարգը, որպեսզի ձեր բարձրացված խնդիրները ի վերջո լուծում ստանան։ Անպայմանորեն։ Առջևում նախագահական ընտրություններին ինչ որ ձևով նախաձեռնությունները քաղաքացիական պետք է դրան մասնակից լինեն։ Չէ, ես իմ անձնական կարծիքն է, որ այստեղ ճիշտ տարբերակը ուղղակի բոյկոտն ու արհամարանքն է, որովհետև իսկապես որևէ բան։ Այսինքն դուք ուզում եք նույն համակարգը մնա։ Գիտեք ինչ, չէ, ես չեմ տեսնում այն քաղաքական ուժը, որը կարագա իշխանության ու ինչ որ բան փոխ։ Այս պահին ես չեմ տեսնում։ Ես այդ իմ հույսերը կապում եմ որևէ ձախ ուժի հետ, բայց ձախ ուժ Հայաստանում չկա, ձախ քաղաքական ուժ չկա։ Բայց մեծ հաշվով հիմա դուք կողմ եք այս իշխանությունների վերարտադրմանը, այն իշխանությունների, ում դեք դու պայքարում եք։ Ես այդպեսի բան չասեցի։ Ես ընդհանրապես ասացի, որ ընտրությունների հետ հույս չեմ կապում ու ճիշտը արհամարել ու այլընտրանք փնտրելն է։ Նրանք մնում են։ Նրանք մնում են։ Մնում է նաև ձեր արհամարանքը, որը մեծ հաշվով ոչինչ չի նշանակում։ Մենք
պետքա փորձենք ձևավորել այդ այլընտրանքը։ Հիմա չկա, ցավոք չկա։ Ես ասում եմ, հույսս կապում եմ ձախ այլընտրանքի հետ, այդ ձախ այլընտրանքը չկա։ Մի քանի փորձեր եղավ, ես ասեմ, երիտասարդների, ես ակտիվիստների շրջանում ինչ որ այդպիսի նոր նախաձեռնություն ստեղծելու, առայժմ ինչ որ հաջողությամբ չի պսակվում։ Բայց այդ ուտոպիստական մարգինալ գաղափարները հենց ձեռք են տալիս իշխանությանը, չէ՞ կարծում, տեսեք դուք ձախ ուժերի կողմնակիցն եք, որպեսզի գա ձախ ուժ։ Մի այլ նախաձեռնություն կողմնակիցը որ գա աջ ուժ, մյուսը կենտրոնամետ ուժ եւ այսպես շարունակ։ Աջ ուժեր մենք ունենք, ասեմ ձեզ, ամբողջ աջ ուժեր են։ Ժառանգություն, ՀԱԿ, որ կողմ նայեք աջ, նույնիսկ նրանք ովքեր իրենց ձախ են համարում, ասենք դաշնակները, հնչակյանները, ասենք սոցիալ-դեմոկրատական պլատֆորմի վրա են, էլի ամբողջությամբ եթե նայում ես նրանց ծրագրերը, ծրագրային մասը, տնտեսական, քաղաքական, սոցիալական խորապես աջ քաղաքականություն, լիբերալ քաղաքականություն։ Լավ, ձեր մոտեցումները դուք ինչպես եք պատկերացնում խնդրի լուծումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, արհամարելով ընտրությունները եւ այլն եւ այլն, դա հասկացա։ Մենք պիտի կրթվենք, մենք պիտի ուժ հավաքենք, մենք պիտի նայենք, տեսնենք աշխարհում ինչ է կատարվում, որովհետև օրինակ նույն Եվրոպան հիմա ուղղակի եռում է, ու այդ իմ ասած ձախ շարժումներն են ամբողջ այդ եռը ապահովում, մենք պիտի փորձենք մեր մոտ ձևավորել այսպիսի շարժումներ։ Դրանք կլինեն քաղաքացիական թե քաղաքական, դա այլ բանավեճի հարց է, բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Ցավոք, այս պահին ես պիտի ֆիքսեմ, որ չկան այդպիսի նույնիսկ ծիլեր, սերմեր չկան, ոչ քաղաքական, ոչ քաղաքացիական նախաձեռնություններ։ Այսինքն, որպես ապացույց ասում եմ, որ սոցիալական, տնտեսական ոլորտում որևէ նախաձեռնություն հետաքրքրված չի ու չի գործում ու որևէ հարց չի բարձրացնում, մեծ հաշվով։ Այսինքն սպասում են ինչ-որ ազդակների։ Չէ, ինձ թվում է էլի այդ կուլտուրայի պակաս։ Օրինակ վերջերս դե սպասում են տեսնեն բավականին ուժեղ տեխնոլոգիական ուժեր ցույց արեցին ուսանողական ցույց, հա, ուսանողների իրավունքներ առաջի անգամ ինչ որ սոցիալական sense հարցեր բարձրացում, այլ երիտասարդների կողմից։ Իմ գնահատմամբ ուղղակի թատրոն էր էլի դա, ինչ որ ոնց որ իրենց ավակ դաշնակներն են գործում, նենց էլ երիտասարդները ուղղակի թատրոն էր, դա ցույց չէր։ Այսինքն sense անվերջ արոտավոր շրջանով շարունակվել է ձեր պայքարը, շատերը դիտարկում են որպես հերթական թատրոն, դուք ուրիշներին եք ասում թատրոն, բայց արդյունքում շահում է իշխանությունը։ Այն իշխանությունը, ումից դուք ինչ-որ բան եք փորձում պահանջել եւ ստանալ։ Ես օպտիմիստ եմ, ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին դեռ փոփոխություններ կտեսնենք քաղաքացիական դաշտում, ու այս ճգնաժամը, որ ասում եմ, քաղաքացիական նախաձեռնությունների, սա ժամանակավոր բնույթ ունի, ըստ երևույթին, ինչպես ասացի, իմ գնահատմամբ առաջին խնդիրը դա փորձի պակասն է, դա քաղաքական գիտելիքի, կրթության պակասն է, որը աստիճանաբար լրացվում է։ Մեծ հաշվով ընդունում եք, որ եթե մինչև քաղաքական համակարգում, քաղաքական դաշտում փոփոխություններ չլինեն, քաղաքացիական հասարակության առջև այդ պատնեշները միշտ լինելու են։ Որ պատնեշները։ Նրանք, որոնք խանգարում են ձեզ, ասենք, ձեր խնդիրները լուծելուն։ Փոփոխությունը, այո, պիտի քաղաքական ճանապարհով գա։ Այսինքն մինչև քաղաքականում փոփոխություն չլինի, քաղաքացիականում չլինի։ Չէ, ես այդպես չեմ կարծում։ Այսինքն դուք կարծում եք, որ դուք կարող եք լուծումը քաղաքական գործիքների միջոցով ալնելու, իշխանությունների միջոցով ալնելու, բայց քաղաքական լուծումները քաղաքական գործիչներ են, չէ՞։ Քաղաքացիական նախաձեռնությունները օրինակ դրթեն, ստիպեն, որ իշխանությունները գնան այդ լուծումները, պարտադրեն։ Ու ամեն ինչ վերջանա տարուն սիրունչի ձևակերպմամբ։ Չէ, ես այդ տարբերակը նկատի չունեմ։ Իհարկե իդեալում պետք է ձգտենք հեղափոխության։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ այսօր մեր տաղավարում էր Էկոդար հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավիզյանը։ Կհանդիպենք։